Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շատ ուրախ եմ, որ մենք կրկին հանդիպել ենք։ Ձեր սպասված հաղորդումն է եւ ձեզ համար։ Բարեկամներ, պատրաստելու ենք այսօր մի հետաքրքիր աղցան, մի հետաքրքիր մարդու հետ։ Իմ հյուրն է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Հակոբյանը։ Ողջույն Գրիշա։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Շատ հաճելի է, շատ լավ։ Չհարցնեմ Բարձր տրամադրություն։ Չհարցնեմ տրամադրությունը, ես տեսնում եմ այստեղ բազմազան մթերքներ։ Այս մթերքներով ինչ ենք պատրաստելու։ Այս մթերքներով մենք պատրաստելու ենք աղցան, ուրեմն մեզ մոտ կա բազուկ, նարինջ, հավի կրծքամիս, պղպեղ խորոված, իմիջիալոցը հավի կրծքամիսն էլ է խորոված, նախորոք ուրեմն մենք մարինատացրել ենք պղպեղներով, կիտրոնի հյութով մարինատացրել ենք, հետո համեմել ենք կրակի։ Խորովել ենք կրակի վրա, որպեսզի կրակի ծխի համնել տա մեր։ Իսկ բազուկը ինչ ենք արել։ Բազուկը մենք ոչ թե խաշել ենք, այլ դրել ենք ջեռոց, թխել ենք, որպեսզի իր սննդարար արժանինքները չկորչի, վերջում մենք Սա ինչ է։ Քունջութա, սև եւ սպիտակ, վերջում սա օգտագործել։ Քունջութով այսպես մի քիչ։ Այո։ Եվ խորոված պղպեղ։ Կիտրոնի հյութ ավելի ճիշտ։ Լավ, այստեղ դնենք, այո։ Ինչով սկսենք։ Ուրեմն բոլորը մենք կարող ենք մանրացնել։ Ես սկսեմ բազուկից, դու որը կցանկանաս, որը քեզ ավելի սրտամոտ է։ Հոգի հարազատ է կաղամ։ Այո։ Դա գալիս է տոլմայի ուրեմն պատրաստման ժամանակ շատ ենք օգտագործում ենք, համար էլ հոգեհարազատ է։ Չէ, ես կաղամբով տոլմա այդքան էլ չեմ սիրում, այդքան եւ տոլման միշտ սիրում եմ, որ տոլիի մեջ լինի, խաղողի տերևի։ Տերևի, այո։ Սա այսպես։ Տակդեղը նույնպես ձողիկաձև, այո։ Խորոված տակդեղը, որպեսզի ձողիկաձև կտրատենք, հարկավոր է նրան մեջտեղից կիսել, հեռացնել միջուկը, այսպես։ Նարինջը նույնպես ձողիկաձև։ Այո, այո։ Այ որպես փորձառու մասնագետ դու աղցանները նախընտրում ես ինչ մթերքներից պատրաստել եւ ինչ բաղադրությամբ, շատ ավելի։ Ես գերադասում եմ աղցանները պատրաստել մեր տեղական հումքերով, չօգտագործել ուրիշ սննդամթերքներ, իսկ ամենակարևորը ջերմային մշակման չենթարկել, որպեսզի ավելի ուրեմն արժանինքները, սննդարար արժանինքները մենք տանք ուրեմն մթերքին ուտեստին կանցնել, այո, երևություն։ Այսպես, ունեցանք այստեղ բազուկ եւ նարինջ, ես պատրաստել եմ խորոված տակդեղը եւ կաղամբը։ Ավելացնում ենք։ Խառնում ենք իրար, հա։ Այո։ Այսպես ավելացնում ենք աղ պղպեղ, շաքարավազ, աղ, սև պղպեղ, շաքարավազ, քիչ, ապրես, Իսկ շաքարավազը ինչի։ Դա ավելի համ է տալիս եւ համ է մի սեր, սամիթի սեր։ Համեմիսել, սամիթի սեր։ Խառնում ենք։ Ձեթ պիտի ավելացնենք։ Ոչ, մենք պետք է ավելացնենք կիտրոնի հյութը։ Ես կկտրատեմ հիմա կրծքամիսը։ Կիտրոն քամենք։
Չգիտեմ ինչի Գրիշա ինձ թվում է լավ է ստացվելու։ Ոչ թե լավ, միգուցե շատ լավ, կփորձենք, կտեսնենք։ Իհարկե սա նորից փորձած է։ Չգիտեմ ինչի, բայց ինձ թվում է, որ լավ է ստացվելու։ Բարեկամներ, նորից հիշեցնեմ բաղադրությունը, ջեռոցում թխված բազուկը կտրատեցինք, կիտրոն, մի քիչ թեթևակի շոքեհարված կաղամբ, կտրատեցինք նաև խորոված տագդեղ, քաղցր տագդեղ, հանեցինք աղով պղպեղով, սամիթի սերմով եւ համեմի սերմով համթեղի։ Այո։ Ավելացրինք մի քիչ կիտրոն եւ սպասում ենք, թե ինչպես պիտի մատուցենք։ Ուրեմն հիմա մեր աղցանի մի մասը կլցնենք ափսեի մեջ։ Խնդրեմ լցնենք։ Կրծքամսի մի մասը կլցնենք ուրեմն աղցանի մի մասի վրա, մի քիչ ավելի մեծ կտորներով ենք մենք նա կտրատել։ Կլցնենք աղցանի մյուս մասը։ Այսպես։ Շերտեր արեցինք։ Այո։ Կրծքամսի մի մասը նորից մենք կդասավորենք։ Եթե կարել մի քիչ, հաճելի է, երբ որ կես խոսքից են, խոսքը դուրս չեկած են հասկանում, շատ հաճելի է։ Այսինքն որպես օգնական Ոչ թե պիտանի եմ դեռ։ Դու ամբողջ Հայաստանին ես պետք է։ Ինձ համար հաճելի է, որ դու բոլորին ես սովորացնում։ Այսպես խառնենք, ունային, որպիսի գույները բազմազան լինեն եւ ապրի արևը եւ վերջում մենք ավելացնում ենք սև եւ սպիտակ քունջութը։ Սև եւ սպիտակ քունջութ։ Իսկ եթե սև սպիտակ քունջութ չունենք, ինչ կարող ենք ավելացնել։ Կարող ենք միայն սպիտակ եւ բավարարվել։ Բավարարվել, այո։ Եթե դա էլ է բացակայում, մենք կարող ենք արևածաղիկի սերմ ավելացնել։ Էլի չբավարարվեցինք։ Էլի չբավարարվեցինք։ Ոչ։ Սեր ու հոգի դնենք մեջը։ Այ արդեն բավարարվեցինք։ Խնդրեմ, մեր Ահա, աղցանը պատրաստ է։ շատ լավ Գրիշա ջան, դու ունես ասելիք մեր հեռուստադիտողներին։ Հորդոր առաջարկ։ Ես հեռուստադիտողներին կխնդրեի այս աղցանը պատրաստել, կարծում եմ շատ դուրները կգա եւ կհիշեն մեր այս հաղորդումը, մեր Արարատյան ուրեմն խոհանոցը, որը միշտ պատրաստ է օգտակար լինել մեր ժողովրդին։ Մենք այսօր ամեն ինչ անում ենք ժողովրդի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հաջողություն ժողովրդին։ Հարգելի հեռուստադիտողներ, խնդրում եմ պատրաստեք այս աղցանը։ Եվ ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրիշային իր սրտացավ մոտեցման համար, իր սրտացավ հորդորների համար եւ իր խնդրանքի համար։ Օգտագործենք այս աղցանը, օգտագործենք մեր ազգային ավանդական ուտեստները եւ մենք ունենանք ել ավելի լավ տրամադրություն։ Շնորհակալություն Գրիշա։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Աղցանը հարկավոր է մատուցել որպես նախուտեստ, մինչ հիմնական ուտեստը մատուցելը։ Ջերմաշճանը կարևոր չի, սենյակային ջերմաշճան, աղցանի հետ մենք դեռ կամ չենք ըմպում, կամ ըմպում ենք միայն սպիտակ անապակ գինի։ Ուզում եմ, որ միշտ լինեք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Բազուկով աղցան, բազուկ 150 գրամ, տագդեղ 1 հատ, նարինջ 1 հատ, հավի կրծքամիս 150 գրամ, կես կիտրոնի հյութ, ձեթ 10 գրամ, համեմի սերմ, հոտավետ պղպեղ, աղ, բարեխորշակ։